Ողջունում եմ ձեզ սիրելի հետևորդներ, այսօր 5-շաբթի է և 21:00-ի մոտակայքում մեկնարկում ենք մեր հանդիպումը։ Սիրելի հետևորդներ, ձեզ մեկ շաբաթ հանգիստ եմ տվել իմ ալիքում, բայց դա չի նշանակում, որ ես ելույթ չեմ ունեցել։ Այդ շաբաթ 5 հաղորդում է նկարահանվել և թողարկվել տարբեր ալիքներում։ Եթե ցանկանում եք աշխարհաքաղաքական տենդենսների մասին տեղեկություն ստանալ, ապա կարող եք դիտել Իրավունք TV և Փաստ-Ինֆո այդ YouTube-յան ալիքները։ Իսկ անձի մասին, աստղաբանական քարտեզի մեկնաբանման մասին, կենդանակերպերի վերլուծությունների մասին խոսում եմ պարբերաբար 2 շաբաթը մեկ Փակ TV-ի տաղավարում և ամեն շաբաթ խոսում եմ ամսվա և շաբաթական մոլորակային դիրքավորումների մասին, իմ իսկ ալիքով փորձում եմ օգնել ձեզ, որպեսզի կազմակերպեք ձեր կյանքը, և ուրախ եմ, որ բաժանորդագրվում եք մեր ալիքին, կիսվում եք մեր հաղորդումներով, ձեր դրական մեկնաբանությունները ինձ կրկին հույս են տալիս և մոտիվացիա, որպեսզի ես աշխատեմ ձեզ համար և ներկայացնեմ աստղաբանական կանխատեսումները։ Սիրելի հետևորդներ, մենք արդեն անցնում ենք նոր փուլ ճակատագրական և կյանքում այդ տեղի ունեցող իրադարձությունների նոր հարթանք, նոր թաթերաբեմ ենք անցնում։ Եվ ինչու, որովհետև Նեպտունը արդեն իսկ ամսի 30-ից տեղափոխվել է Խոյի կենդանակերպ։ Մինչ 2025 թվականի հոկտեմբերի 22-ը և վերջնականապես այն Խոյի կենդանակերպ կանցնի 26 թվականի հունվարի 26-ից և այնտեղ է մնալու մինչ 2038 թվականի մայիսի 22-ը։ Եվ կարևոր տենդենս կրկին Սատուրնը մոտավորապես 2,5 տարի մի կենդանակերպ է լինում և ահա նա մայիսի 25-ի մոտակայքում անցնում է, 25/05/2025 անցնում է ձկներից կրկին Խոյի կենդանակերպ, մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենալու, աշխարհայացքի և աշխարհընկալման փոփոխություններ կրկին նկատելի են լինելու հենց Խոյ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների մոտ։ Եվ նաև սիրելի հետևորդներ, չեք մոռանում, որ մարտի 27-ին Սևդուսինը արդեն իսկ անցել է Կարիճի կենդանակերպ և այնտեղ է գտնվելու մինչ դեկտեմբերի 20-ը։ Կարևոր փոփոխությունները տեղի են ունեցել և ահա այդ հզոր մոլորակային դիրքավորումները մենք նկատել ենք հենց 2025 թվականի մարտի 29-ի արևի խավարման ժամանակ, երբ հենց այդ կարևոր այդ մոլորակային էներգիան դուրս հոսեց երկրաշարժի և նաև կարծես դա ջրհեղեղ չէր, բայց իրականում տեսեք, երբ որ Նեպտունը անցավ Խոյի կենդանակերպ, Խոյը դա շարժումն է, ագրեսիվ այդ իրավիճակներն են, Խոյի կենդանակերպը մենք հանդիպում ենք բազմաթիվ կատակլիզմների ժամանակ և ինչ էր տեղի ունենում Սինգապուրում այդ արևելյան երկրներում երկրաշարժի արդյունքում մենք տեսանք, որ երկնաքերերից ուղղակի ջուրը ջրհեղեղի նման և ջրվեժի նման դուրս էր հոսում շենքերից։ Այո, դա Նեպտունն էր, Խոյի կենդանակերպը Նեպտունի այդ նրա արտահայտումն էր, նրա նկարագրություններ, թե ինչպես էներգիան կարող էր դուրս գալ և ինչպես այն կարող էր փոխազդել մարդկանց, երկրների, պետությունների և առանձնապես երկրագնդի վրա։ Սիրելի հետևորդներ, կարևոր այսպիսի էքսկուրս եմ կատարել, պատմական էքսկուրս, ինձ համար շատ կարևոր էր Սատուրնի և Նեպտունի միացումը, ճիշտ ասած փնտրում էի Մոխրոտիկի դիրքավորումները, դրա մասին կխոսենք ես հաջորդ հաղորդումների ժամանակ, բայց ինձ առանձնապես այսպես գրավեց Սատուրն-Նեպտուն միացումը, թե ինչ կարող է տալ, և ահա Սատուրն և Նեպտուն այդ երկու մոլորակների, Նեպտունը դա տրանսսատուրնյան մոլորակ է, Սատուրնը սոցիալական մոլորակ է, այն փոփոխություններ կամ էլ բերում են խնդիրներ, խոչընդոտներ, դա սոցիալական մոլորակ սոցիումում, իսկ Նեպտունը դա կոլեկտիվ անգիտակցական է և ինչ էր տեղի ունեցել 1917 թվականին տեղի էր ունեցել բոլշևիկյան հեղափոխությունը Ռուսաստանում։ Գիտեք ինչն է հետաքրքիր, Նեպտունը դրանք ֆանտազիաներն են, նրանք վարդագույն ակնոցներն են և առյուծի կենդանակերպը դա պայծառ ապագայի շղարշով պատված կոմունիզմ էր, խոստանում այդ հեղափոխությունը, առյուծը դա արքայավայել կյանք, ամեն ինչ կյանքը հրաշքի պետք է վերածվեր, Նեպտունը
հարուցի կենդանակերպում, երջանկության, այդ կոմունիզմի գաղափարախոսությունը խապկանքի մեջ դրեց մի ողջ ժողովրդի եւ 1917 թվականին տեղի ունեցավ այդ մեծ կոլեկտիվ անգիտակցականում ձևավորվող փոփոխությունը եւ նոր հասարակարգ այն սոցիալիստական հասարակարգը եւ դրանից հետո ես երբ որ դիտարկում եմ 21 թվականին այնտեղ առաջին անգամ շքերթ են արել կրկին միացում կար Սատուրն եւ Նեպտուն մոլորակների հաջորդ կարևոր միացումը երբ ես դիտարկում եմ 1952 թվականին Սատուրն Նեպտուն միացումը կշռքի կենդանակերպում այդ ժամանակ քանդվում են արժե համակարգեր եւ հենց այդ ժամանակ տեղի ունենում Ստալինի այդ նրա մահը, եթե մենք այստեղ դիտարկում ենք, այո, եւ գիտեք ժողովուրդը այդ թմբիրից դուրս է գալիս, հա, կշռքը հանրությունն է, Նեպտուն Սատուրն ժողովուրդը գալիս է արդեն ինքնագիտակցմամբ, փոխհարաբերություններ են փոխվում, որտեղ մինչ այդ տարիներին երկարատև նրա այդ կառավարման ժամանակահատվածում շատերը աքսորվեցին Սիբիր, այնտեղ ժողովուրդը գտնվում էր պարփակված վիճակում լրատվությունը եւ ամեն ինչը գտնում էր կողմնակալ եւ շատ պարփակ վիճակում, համապարփակ վիճակում։ Եվ ահա ժողովուրդը այդ վարդագույն ակնոցներ կրկին հանեց, հասկացավ իրողությունը։ Հաջորդ կարևոր դիրքավորումը ես տեսնեմ 1989 թվականին, 1952 թվականի նոյեմբերին է տեղի ունեցել կշռքի կենդանակերպում, 1989 թվականին Սատուրնը Նեպտունի հետ հանդիպել են այծեղ ջուրի կենդանակերպում, այդ ժամանակ տեղի է ունեցել 88 թվականի վերջ, արդեն 88 թվականից, երբ ղեկավարում էր ԽՍՀՄ Միխայել Սերգեյիչ Գորբաչովը, նա բերեց առաջ քաշեց պերիստրոյկա, վերակառուցման գաղափարախոսությունը, ինչն էր հետաքրքիր, որ Սատուրնն ու Նեպտունը միավորվել էին այծեղ ջուրի կենդանակերպում, այո, այդ գաղափարախոսությունը քանդեց կարծրատիպերը, քանդեց հավաքական այդ հոգին, կոլեկտիվ անգիտակցականում ձևավորված այդ սկզբունքները եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ փաստորեն 89 թվական, դա Սատուրն Նեպտուն այծեղ ջուրում փետրվար ամսի մոտակայքում է, այդքան էլ հեռու չի 88 թվականից Եվ արդեն ժողովուրդը սկսեց ապրել նա այդ սոցիալիստական հասարակարգի այդ գաղափարախոսությունները կամաց սկսեցին մարել եւ նրանք արդեն անցան արևմտյան, համենայն դեպս Վրաստանը, Հայաստանը, իսկ մերձբալթյան երկրները շատ վաղուց արդեն նրանք իրենց կողմնակալ վերաբերմունքն են ցույց տալիս դեպի հավաքական արևմուտք։ Հիմա մեր հետևորդները կասեն Վրաստանը կրկին նա հետ դարձ է կատարում դեպի Ռուսաստանի Դաշնություն, դրանք վիճելի հարցեր են, ես իմ ընդհանուր տեսակետն եմ հայտնում աստղաբանական տենդենսների ազդեցությամբ։ Սիրելի հետևորդներ, հաջորդ կարևոր միավորումը տեղի ունենալու 2025 թվականին, դա հուլիս ամսի մոտակայքում է, Սատուրնը եւ Նեպտունը խոյի կենդանակերպում, խոյը դա ակտիվությունն է, տակ, ամենատակ, ամենաակտիվ կրակի նշանն է, այն տարածում է, Նեպտունը դա քամիներն են, հրդեհներն են, դրանք նավթ, գազ, այդ բոլորը գտնում են Նեպտունի ազդեցության ներքո, Սատուրնը որոշ սահմանափակումներ կարող է բերել, թող ուշադրությունից իրենց ուշադրություններ համակ այդպես պահեն խոյի կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները, քանի որ Նեպտունը դրանք թմրանյութերն են, ալկոհոլն են, նոր էներգիաների հոսք կնկատեն։ Դուք կարող եք այդ ամենը օգտագործել ստեղծագործաբար, քանի որ Նեպտունը դա այն կենդանակերպն է, այն մոլորակն է, որը կապում է մարդկանց նուրբ աշխարհների հետ։ Դա բարձրարժեք արվեստն է, բարձրագույն արվեստն է։ Խոյերի մոտ հաստատ ասեմ, որ շատ բան կփոխվի իրենց կյանքում, իրենք էլ կորոշեն փոխել, բայց միևնույն է որոշեն կամ չորոշեն,
այդ փոփոխությունները գալու են իրենց կյանք եւ իրենք պետք է այսպես գրկաբաց ընդունեն, հակառակ դեպքում այդ ամենը մերժելու դեպքում ուղղակի Սատուրնը կտրուկ եւ սուր դա մարսին է, բայց այո, այսպես հստակ սահմաններ կդնի ձեր պարտականությունները պետք է ճանաչեք սիրելի խոյեր, պետք է լինեք ավելի կոմպետենտ որոշումներ կայացնելիս չառաջնորդվեք այդ իմպուլսներով, քանի որ ճիշտ է Նեպտունը այդտեղ է, այն մեծ հնարավորությունների այդպես դաշտ է բացում ձեզ համար, բայց Սատուրնը ձեզնից պահանջում է զգոնություն եւ դուք կզգաք, որ մոտակա 10 տարիներին անպայման մանավանդ առաջին եւ երկրորդ տասնօրյակների ծնվածները նրանք այդ փոփոխությունները կկրեն, կփոխվեն ամբողջապես, իրենց վրա կզգան կրոնի ազդեցությունը, ոմանք ուղղակի կհաճախեն հոգեբանների օգնությունը, այսպես կփնտրեն, իրենք կարող են հոգեբանական աջակցություն ցուցաբերել, Նեպտունը դա բարեգործությունն է, դա այն կազմակերպություններն են, որոնք զբաղվում են բարեգործական աշխատանքներով, ձեր արտաքին տեսքը կարող եք շտկել, քանի որ խոյը հենց գլուխն է, խոյերի մոտ առաջին տուն գլուխ, այո, գեղեցկացնել, մազերի գույնային գաման կարող եք փոխել, Նեպտունը Վեներայի բարձրագույն օկտավան է, դուք կզգաք սիրո նոր արտահայտում, կներփանաք, իհարկե սիրելի տղամարդիկ, նրանք ովքեր խոյի ազդեցության տակ են, դրանք այսպես ուղիղ չէ, հստակ այն փոփոխություն կբերի, բայց փորձեք լինել ավելի լավատես եւ իրատես։ Մարդը կարող է փոխել իր եսը, տեսակը, բայց երբեք սիրելի խոյեր չկորցնեք ձեր ինքնությունը։ Եվ ահա նրանք այն խորերը, որոնք զբաղվում են այն գերատեսչություններում են աշխատում, պաշտպանական գերատեսչություններ են դրանք, ոստիկաններն են, զինվորականներն են, նրանց մոտ հնարավոր է փոփոխություններ տեղի ունենալ, ձեր այդ Նեպտունը կարող է հնարավորություններ տալ, որպեսզի փոխեք, Նեպտունը չնայած մենք Հայաստանում չունենք այդ ծովերը, նրանք ովքեր արտերկրում են ապրում եւ կապ ունեն այդ զինվորական գործունեության հետ, նրանց մոտ նոր առաջարկներ կլինի ճանապարհորդելու, սուզանավերն են, դրանք ռազմանավերն են, պաշտոնի բարձրացում կարող է լինել, այն մարդիկ, ովքեր ղեկավարում են այդ մեկուսացման վայրերը, այնտեղ բարեփոխումներ կարող են լինել եւ նրանք, ովքեր հենց գտնվում են մեկուսացման վայրերում, ցուլեր եւ խոյեր, ձեր վիճակը հնարավոր է, որ բարելավնի, հանրային պաշտպանները կարող են ձեզ օգնել եւ ամուսնա կարող է տեղի ունենալ, որը կօգնի ձեզ այդ կրճատել այն ժամանակահատվածը, որը ստիպողաբար Սատուրն է, անցկացնում եք այդ վայրերում, իսկ նրանք, ովքեր կարգազանց կլինեն, չեն հարգի օրենքը, Սատուրնը կարող է խիստ բարկանալ եւ ձեզ ուղղակի ուղեկցել, ուղղորդել դեպի մեկուսացման վայրեր, զգույշ եղեք, սիրելի խոյեր, կոնֆլիկտներից, երբեք գինովցած, արբեցած այդպես քայլեր մի կատարեք, որոնց համար հետագայում կարող եք զղջալ։ Սիրելի կշերտներ, ձեր 7-րդ տունն է, ձեր կյանքը կարող է փոխվել, ձեր գործընկերների, զուգընկերների շրջանակներում կարող եք հանդիպել արվեստագետների, հոգեբանների, նրանք լավագույն նկարիչներն են, նրանք լավագույն երաժիշտներն են, նաև հասուն տարիքում կարող եք գտնել այնպիսի մեկին, մանավանդ նրանք, ովքեր 30 տարեկանի շրջափուլում են, 44-45, ձեր կյանք կգան նոր մարդիկ, որոնք ծանրակշիռ դերակատարում կունենան ձեր կյանքում, զգույշ եղեք խաբեություններից, բացասական այդ դիրքավորումն եմ ցանկանում նկարագրել, Համեն դեպս կյանքի այս մոտակա տարիները մենք մինչև 2000, փաստորեն 2026 թվականի հունվարի 26-ից Նեպտունը կանցնի խոյ, այնտեղ կլինի մինչև 2038 թվականի մայիս։
այդ ժամանակահատվածն է, մանավանդ առաջին եւ երկրորդ տասնօրյակի ծնվածները մոտակա այս 5-10 տարվա ընթացքում կզգան իրենց կյանքում փոփոխություններ, կշեռքները երևի ավելի չնայած Նեպտուն Սատուրն այդ համադրությունն է, որ ասեմ թեթև կարող եք նայել, չէ։ Ի վերջո ձեր սիրելի կշեռքներ, ձեր հենց այդ բարդագույն ակնոցներ, որոնք կրում եք, երբ որ դուք խաբված եք, հնարավոր է բացահայտումներ տեղի ունենան, դուք ճանաչեք ձեր իրական թշնամիներին, ճանաչեք ձեր զուգընկերոջը, գործընկերոջը կամ հանդիպեք այնպիսի մեկին, որին երազել եք ողջ կյանքում։ Սիրելի ցուլեր, ձեր 12-րդ տունն է, իսկ կարիճների 6-րդ տունն է, 12-րդ տունը դրանք թշնամիներն են, գաղտնի թշնամիներն են, զգուշ եղեք գաղտնի թշնամիները դավադրություններ չկազմակերպեն, ձեր հաջողությունները կարող եք ժամանակավորապես չհանրայնացնել, շատերի աչքից հեռու թող լինի, փակ անկյունում կարող եք ինչ-որտեղ գործունեություն ծավալել, զբաղվել հոգևորի զարգացմամբ, Նեպտունը դա հոգևոր արժեքներն են, կարող եք, քանի որ տեսեք, Սատուրն Նեպտունը, Նեպտուն եթե հոգևոր արժեքներն է, Սատուրնը դա յոգան է, յոգան ռուսերեն ասում ենք, չէ՞, մենք դիսցիպլինա, քանի որ այդտեղ ջուրի ղեկավարն է, կարող եք զբաղվել հոգևոր տեխնիկաներով, սովորել, գիտելիքներ ձեռք բերել, բայց այդ ամենը ցանկալի է, որ չհանրայնացնեք, ձեր գաղտնի թշնամիները կարող են գազազած լինել, բայց ասեմ, որ Նեպտունը հետ դառնա ձկների կենդանակերպ, այդ գաղտնի թշնամիները իրենք, եւ դա այդքան էլ հեռու չի, հոկտեմբեր ամիսն է, գաղտնի թշնամիները կբացահայտեն իրենքինից, մանավանդ այն ձկները, որոնց քարտեզում Նեպտունը գտնում էր ձկների կենդանակերպ, այս մի քանի տարին իրենց այդպես երևակայում էին, իբր թագադրված են, իբր ընտրյալներ են, այդ էյֆորիայի եւ այդ սուտ իրականության արդեն շխաշը կամաց կպատրվի եւ դա 2026 թվականի հունվարի 26-ի մոտակայքում է եւ դուք դեմ առ դեմ կկանգնեք իրականությանը։ Անցնենք կարիճների 6-րդ տունն է։ Եթե խոհի կենդանակերպն է, ուրեմն առողջությունն է, գլուխն է։ Դրանք կարող են փոփոխություններ լինեն ձեր գլխի հատվածում։ Նեպտունը դա դեղորայքի օգտագործումն է, այդ ամենը կարող է տեղի ունենալ թմրեցման արդյունքում, դա կարող է լինել նաև անաստեզիայի միջոցով, զգուշ եղեք գերդոզավորումից, սիրելի կարիճներ, գիտեմ, որ դուք պարբերաբար լարված վիճակում եք գտնում եւ ձեզ պետք է, որպեսզի հանգստանաք, իրականությունից կտրվեք, բայց ոչ երբեք այդ թմրանյութերի եւ դեղորայքի չարաշահման արդյունքում։ Ամենայն դեպս կարող եք փոխել ձեր սթաֆը, անձնակազմը, ձեր ենթականերին, նրանք կարող են ակտիվ լինել, նոր մտքերով տոգորված, մտքի գեներատորներ կարող են լինել, ձեր երազանքի օֆիսը, ձեր երազանքի այդ ձեռնարկությունը, այդ վայրը, այն բիզնեսը դուք կարող եք ստեղծել եւ հրաշալի աշխատակազմ ունենալ, ձեր ենթականները ուղղակի ձեզ կհիացնեն իրենց ուրույն աշխատելավոճով, որը կբերի ձեզ ձեր երազանքների իրականացմանը։ Առողջություն, աշխատանք, այդ ոլորտներն են, որտեղ ձեզ սպասվում են հաջողություններ կամ փոփոխություններ, փորձեք այդ էներգիան օգտագործել դրական միտումներով։ Սիրելի երկորյակներ, ձեր 11-րդ տունն է ապագայի երազանքների, համախոհների տունը, դա համացանցն է, լրատվամիջոցն է, սիմվոլիկ այն սեքսիլ դիրքավորում է կատարում ձեր արևին կամ այն նրանք, ովքեր ասցենդենտով են երկորյակ կամ հստակ այս մեկնաբանումը աշխատում են նրանց համար, ովքեր ասցենդենտով են գտնվում երկորյակի ազդեցության տակ կամ լուսնով։ Ասցենդենտը այն բնորոշում է, ասցենդենտի մեկնաբանումները նրանք համընկնում են ձեր իրական քարտեզի այդ ոլորտների հետ, ուստի ովքեր գիտեն իրենց ծնված ժամն ու րոպեն եւ գիտեն իրենց ասցենդենտը, իմացեք, որ սա շատ լուրջ կանխատեսում է նվիրված ձեր ասցենդենտի եւ ձեզ։ 11-րդ տունը դրանք ապագայի հետ կապված հարցեր են, անսպասելի արագ փոփոխություններ կարող եք ունենալ եւ վերջո գիտեք, որ 2025 թվականի մայիսի 25-ից Սատուրնը կանցնի
Խոյ արդեն այդ հնարավորությունները ձեզ կտրվեն, որտեղ 23-24 թվականի մանավանդ առաջին տասնօրյակի երբորյակները բավականին այսպես նրանց մոտ գործերը կանգ էր առել, երկարատև խնդիրներ չլուծվող պրոցեսների մեջ էին հայտնվել, նույնիսկ դատաիրավական այդ պրոցեսների մեջ չէին կարողանում ազատ տեղաշարժվել, գործել, խոսել, եւ իգործ անցեք սիրելի երբորյակներ, նոր հնարավորություններ կան, բայց զգուշ եղեք, գիտեմ, որ շատ շտապում եք։ Այսօր մի աղջկա հետ էի խոսում, որի միայն արևն էր գտնվում ցուլում, այնքան շտապում էր, այնքան արագ էր խոսում, ասեցի կամ խոյի ազդեցության տակ է սնված կամ երբորյակ։ Ինչն էր հետաքրքիր, ասեց ցուլի ազդեցության տակ եմ, քարտեզը նայում եմ, արև, Մերկուրի, Վեներա, Լուսին, Մարս, բարձրացող հանգույց երբորյակի կենդանակերպում, տիպիկ երբորյակ, նա միայն իր արևի դիրքով այսպես առաջին հայացքից հանգիստ է երևում, բայց նրա հետ շփվելիս ես շատ փոփոխական որակներ տեսա նրա մոտ, ակտիվ շփվում էր, բայց հասկացա, որ նա երկար աշխատանք ունի տանելու ինքն իր հետ, որպեսզի կարողանա մարդկանց կարծիքը, դրական կարծիք ձևավորի մարդկանց մոտ, այդքան մոլորակային դիրքավորներ ուղղակի նրան խանգարում են եւ այն բարդ դիրքեր ուներ Պլուտոնի հետ այդ միացումը։ Սիրելի, եթե դիտարկում ենք աղեղնավորների փաստորեն 5-րդ տունն է։ Տեսեք, եթե 11-րդ տունը դա երեխաներն են, բայց այն երեխաները, որոնք կամ ամուսնուն են, կամ որդեգրված երեխան են, կամ այդ սովորական ճանապարհով այդ երեխաները ուղղակի լույս աշխարհ չեն եկել, դա երկորյակների մոտ է։ Աղեղնավորների մոտ 5-րդ տունը եւ վերջ հանդիպում եմ մի աղեղնավորի, որը բավականին այդ իր տարիքին, փոքր տարիքի, բայց արդեն նա մասնակցում էր ցուցահանդեսի եւ ինչն է հետաքրքիր, այնպես ուրախացա, նա աղեղնավոր, Նեպտունը եւ Սատուրնը գտնվում են խոյ կենդանակերպում նրա 5-րդ տանը, շատ դժվարությամբ է նրա մոտ ստացվում ստեղծագործել ժամանակին գնալ նկարել, բայց եկեք տեսեք, որ իր այդ փոքր տարիքում դեռ 1 տասնյակը չի լրացել, արդեն նրա ցուցահանդեսն է տեղի ունենալու։ Սեր, ուրախություն, բեմ, երեխաներ, հաջողություններ, նորանոր հաջողություններ, ստեղծագործական հաջողություններ, նրանք ովքեր կինեմատոգրաֆիայի հետ են կապված, Նեպտունը խոյում, դա կինոն է, դա սերիալներն են, Սատուրնը լուրջ դերեր կարող են տալ, մանավանդ աղեղնավորները բարի եւ շատ հաջողակ նշան են։ Ձեր աստեղային ժամը եկել է, սիրելի աղեղնավորներ, ձեր մոլորակը, ձեր երկրորդ մոլորակը ղեկավարը գտնվելու է խոյի կենդանակերպում, այն մեծ հնարավորություններ է տալու, կառուցեք ձեր կյանքը, ձեր ապագան եւ ընդլայնեք ձեր այդ ստեղծագործական կարողությունների շրջանակը եւ ունենալ մեծ հաջողություններ։ Սիրելի խեցգետիններ, փաստորեն Սատուրն եւ Նեպտուն, այդ երկու մոլորակների միացումը տեղի ունենալու ձեր 10-րդ տանը։ Եվ նրանք, ովքեր խեցգետնի ազդեցության տակ են ծնված եւ լուսնով, եւ արևով, եւ իրենց արցեդետն է գտնվում։ 10-րդ տունը ձեր հարաբերությունները ղեկավարների հայր ծնողի հետ։ Նեպտունը, Սատուրնը 10-րդ տունը դուք կարող եք հոգ տանեք ձեր հայր ծնողի, որը արդեն այն տարիքում է, որ հստակ նրան պետք է հոգ տանեք, սեր տակ, Նեպտունն ու Սատուրնը, Նեպտունը տատիկի մոլորակն է, Սատուրնը այդ ձեր մարդու պապիկի կամ հոր մոլորակը, հարաբերությունները զգուշացեք, որպեսզի չբարթանան ղեկավարների հետ, պաշտոնի բարձրացում կարող է լինել կամ գլխի վայր անկում, եթե դուք ձեր պարտականությունները չեք կատարել, դա իհարկե Սատուրնն է որոշում, նա այսպես ունի հիշողություն 15 տարի մեկ, 20-30 տարի մեկ, եթե 15 տարի մեկ այն իր դիրքին հակադրվում է, 20-30 տարի մեկ, այնպիսի մի իրավիճակ է գալիս, որ մարդը կյանքի նույն շրջափուլով, նույն իրավիճակներով անցնում է, տվյալ դեպքում, բայց Նեպտունը կողքից կարծես ավելի գունագեղ է սարքում, ձեր 10-րդ տունն է, ձեր վարկանիշը, հոր եւ ղեկավարների փոխհարաբերությունները, ձեր աշխատանքը, զգուշացեք ուղղակի խնդիրներ չունենաք այդտեղ, իսկ եթե աշխատել եք այդ այսպես ասեմ, ամագ եք դրել այդ գործին, իմացեք, որ ձեր հաջողությունը ապահովել եք։
Սիրելի այծեղջյուրներ, հակառակը ձեզ մոտ Նեպտունը եւ Սատուրնը խոյի կենդանակերպում ձեր 4-րդումն է, փոխհարաբերություններ մայրիկի հետ, հայրական օջախի հետ, հնարավոր է դուք ունենաք խնդիրներ եւ ժառանգություն, քանի որ 8-րդ տունը ժառանգություն, բայց միևնույն է հայրական օջախի հետ ձեր մայրը կարող է եւ կտակել ձեզ տունը եւ կարող է այդ ամենը չանել, եթե դուք ուշադիր չեք եղել ձեր ծնողների, ձեր մոր հանդեպ, որովհետեւ Սատուրնը այնտեղ է։ Իսկ եթե ձեր փոխհարաբերությունները բարենպաստ են, դուք իմացեք կստանաք այն ժառանգությունը, կգնեք ձեր երազանքի տունը, որը կարող է լինել Նեպտունը ջրային ռեսուրսների մոտ, խոյը տաք վայրում, տաք երկրում եւ Սատուրնը նույնիսկ սեփականություն, սեփական շինություն կարող եք ստեղծել կամ գնել։ Մեծ երազանքները ձեր կարող են ի վերջո իրականանալ, դուք կունենաք ձեր բնակարանը, ձեր օջախը, բացասական դիրքավորներից, որ ձեզ կարող են ուղղակի արտաքսեն արտերկրից դեպի հայրենիք եւ դա, քանի որ Սատուրնն է այդտեղ, եթե այնտեղ դուք կոնֆլիկտների մեջ եք ընկել, եթե դուք բարդ փոխհարաբերություններ ունեք կամ այնպիսի իրավիճակներ են եղել, որ դուք խնդիրներ եք ունեցել ուժային կառույցների, սահմանապահների կամ պետական, ադմինիստրատիվ այդ գերատեսչությունների աշխատակիցների հետ զգուշ եղեք, սահմանահատելիս ունեցեք համապատասխան փաստաթղթերը եւ երբեք մի օգտագործեք ոգելից խմիչք կամ այնպիսի նյութեր, որոնք ուղղակի կվնասեն ձեզ։ Սիրելի առյուծներ, ձեր 9-րդ տուն բարձրագույն կրթություն, ճանապարհորդություն, օտարերկրյա կապեր, այդ ամենը ձեր հետաքրքրությունների ոլորտում է մեծ հնարավորություններ ունեք ձեր ուսումը շարունակելու արտերկրում, մանավանդ նրանք, ովքեր կապված են զինուժի հետ, ովքեր ակտիվ են, ովքեր արվեստի այդ բնագավառում են, հոգեբանություն կարող եք սովորել արտերկրում, դա նաև քանի որ Սատուրնն է այդտեղ, Սատուրնը ղեկավարումն է, Սատուրնը մենեջմենտն է, նոր հնարավորություններ արտերկրում, սիրելի առյուծներ, հաջողություններ այնտեղ 9-րդ տուներ կամ ուղղակի կարող եք ճանապարհորդել հետ գալ կամ նոր հնարավորությունների այդ մոտ 1 տասնյակ տարին կարող եք ծառայեցնել ձեր բարօրության համար։ Սիրելի ջրհոսներ, ձեր 3-րդ տունն է, նոր ծանոթություններ կլինեն, կարճ ճանապարհորդություններ, հնարավոր է մեքենաներ գնեք, դրանք կարող են արագընթաց մեքենաներ լինել, որոնք նաև Սատուրնը խոյում, որոնք նաև այնպիսի վայրեր են, այդպես մագլցում մեքենաները չեն մագլցում կամ կարող եք այդ մեքենաները վարել դժվար անցանելի այդ ճանապարհներով, կոնֆլիկտներից ուշադիր եղեք ձեր քույր եղբայրների հետ, բայց քանի որ այն դրական է, միևնույն է ջրհոս եւ այստեղ մենք դիտարկում ենք խոյ, նոր հնարավորություններ, քույր եղբայր ձեզ կարող են ուրախացնել, ձեր հարևանները հնարավոր է ձեզ այդպիսի գեղեցիկ նվերներ մատուցեն, դուք կարող եք նրանց վրա հույս դնել, նոր ժամանակներ ձեր ինտելեկտուալ կարողությունները այդ զարգացնելու համար տրեյնինգների հաճախեք, կարճ ճանապարհորդություններ եմ տեսնում, նոր շփումներ, դրանք այդ շփումները կարող են լինել եւ արվեստագետների հետ, եւ լրատվամիջոցների տարբեր այդ հարթակների հետ, եւ նաեւ նրանք, ովքեր զբաղվում են պետական ադմինիստրատիվ գործերով, այդ բոլոր կառույցները եւ այդ բոլոր ոլորտները ակտուալ է լինել մոտակա այս 10 տարիների ընթացքում ձեր կյանքում։ Սիրելի կույսեր, ձեր 8-րդ տանն է, այդ մոլորակային միավորումը լինել Նեպտուն եւ Սատուրն եւ առաջին միավորումը կլինի այդ հուլիս ամսին, բայց պարբերաբար Սատուրն այստեղ 2.5 տարի կլինի, Նեպտունը լինելու է մինչև 2038 թիվը, 8-րդ տունը դա կտակի հետ կապված հարցերն են, դրանք հանրային գումարներն են, ձեր զուգընկերների, գործընկերների գումարներն են, դրանք ներդրումներն են, ակտիվ աշխատեք այդ ուղղությամբ, փորձեք սիրաշահել ձեր այդ գործընկերներին, նրանք հնարավոր է հովանավորեն ձեզ ձեր այդ լավագույն պրոյեկտները, դուք կարող եք ցուցաբերել այդ գումարները, կարող են ձեզ տրամադրվել այդ հանրային գործունեություն, հասարակական գործունեություն ծավալելու համար, որտեղ պետք է օգնեք թույլ մարդկանց, դրանք հասարակական կազմակերպություններն են,
Ահա, այնտեղ դիտարկում ենք ակտիվություն եմ տեսնում ձեր այդ դաշտում, կարող եք ձեռք բերել այնպիսի ֆինանսական ռեսուրսներ, որոնք ուղղակի կօգնեն ձեր երազանքներ, վաղեմի երազանքները այդ կատարածելու համար, իսկ սիրելի ձկներ, ձեր երկրորդ տանն է լինելու, ձեր երկրորդ տունը, դա արդեն ձեր վաստակած գումարներն են, չեք սպասվում, որ ներդրումներ կատարեն, դուք ինքներդ եք վաստակում ակտիվ, այս մոտակա 10 տարին ուղղակի ձեզ համար կարևոր կլինի, դուք ակտիվ գործունեություն կծավալեք, դա կարող է լինել Նեպտունը, դա կինոն է, դա այն գերատեսչություններն են, որոնք զբաղվում են այդ մարդկանց պաշտպանությամբ, դա հոգեբանությունն է, կարող եք սովորել հոգեբանություն, մանավանդ ձեր նշանը եւ ակտիվ քննարկումների, ակտիվ գործունեության արդյունքում ուղղակի մեծ հաջողությունների կարող եք հասնել, բայց քանի որ Սատուրնն է այստեղ, դուք պետք է երկար եւ տքնաջան աշխատեք, բայց միևնույն է խոյը ձեզ կտա էներգիա, իմպուլսներ, որպեսզի դուք արագորեն առաջ շարժվեք։ Այսքանը սիրելի հետևորդներ, ուրախ եմ, որ բաժանորդագրվում եք իմ ալիքին, կիսվում եք հաղորդումներով, դրական մեկնաբանություններ եք հղում, իսկ ես չեմ մոռացել, այն 2 հոգու քարտեզները ինձ մոտ են, ես նրան կմեկնաբանեմ մյուս շաբաթ, 2 հոգի արդեն առանձնացվել են, թե ինչ ցտեսություն սպասեք մյուս շաբաթ։